Հարգելի հանձնաժողովի անդամներ, հարգելի հանձնաժողովի նախագահ, առավոտյան նշեմ ինչ ներկայացվեց, առավոտ ներկայացել եմ դիրքորոշում գրավոր, քանի որ ժամկետային սահմանափակում ունենք եւ ամբողջ ծավալը հատկապես մասնագետների տրամադրած տեղեկատվությունը բառացի տարածի չընտրելու եւ չներկայացնելու համար գրավոր տեսքով էլեկտրոնային համակարգով ներկայացված է, տպված է ներկայացած Տիկին Շահինյան, ձեր օրինակ խոսքից հետո կներկայացնեմ։ Ինչա տեղի ունենում հարգելի հայրենակիցներ, քաղաքացիական պայմանագրի կուսակցության կողմից հապճեպ կերպով ընդունված տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի կողմից հաղորդում է ներկայացվել հանձնաժողովի նախագահին ենթադրյալ 9 կետերի խախտումների վերաբերյալ, որի հիման վրա հանձնաժողովի նախագահը հարուցել էր վարչական վարույթ, նշանակել ժամանակավոր կառավարիչ, սակայն հետագայում երբ հրապարակեց վարչական վարույթի եզրափակիչ ակտավորոշման նախագիծը, այնտեղ տեսանք, որ այդ նշված 9 կետերից ոչ մեկը տեղ չի գտել այդ նախագծում, այսինքն ըստ էության գործ ունենք լրիվ այլ վարույթի հետ, այն խախտումները ենթադրյալ, որոնք հիմք էին հանդիսացել այդ ամենախիստ միջոցը կանխարգելիչ կիրառելու համար, մեր կողմից ներկայացված հստակ ամեն կետի մասով մասնագետների կողմից տրված բարձրաբանումների շնորհիվ, այսպես ասած, ջախջախվեց բոլոր 9 կետերը, որոնք Դավիթ Խուդատյանն էր ներկայացրել, ինչպես պարզվեց դրանցից մեծ մասը ընդհանրապես կապ չունեին հեծի հետ, կապ ունեին հենց նույն տկենի հետ, տկենի թերացումներն էին, բեցի թերացումներն էին, օպերատորի թերացումներն էին եւ այլն, եւ որևէ մի կետով չհաստատվեց, որ հեծը մեղավորություն ունի, կամ առնվազն եթե մեղավորություն ունի, դա այն աստիճան մեղավորություն է, որ կարելի է լիցենզիայի դադարեցման համար հիմք հանդիսանալ։ Հաջորդ հանգամանք ըստ էության ստանձնում ենք մի վիճակ, երբ որ վարչական վարույթ հանձնաժողովի նախագահը հարուցել է 9 խախտումների համար, այդ 9 խախտումները վարույթի հարուցման հիմքերը ըստ էության վերացել են եւ ողջամտորեն ենթադրել է, որ վարույթը պետք է կարճվեր, սակայն մենք քննում ենք նոր 6 հիմքերով վարչական վարույթ, որոնք ներկայացվել են բացառապես Ռոմանոս Պետրոսյանի կողմից, այստեղ շատ կարևոր նյուանս կա։ Վարչական վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասով ձեր համար նաեւ բան մեծ ճուտեմ։ Շարունակեմ։ Վարչական վարույթ հարուցվել էր այդ 9 կետերի խախտումների մասով եւ օրենսդրական պահանջի ենթադրում է, որ կանխարգելիչ միջոցառում կարող էր կիրառվել վարչական վարույթ հարուցվել միայն կառավարության կողմից լիազորված անձի կողմից ստացված հաղորդման եւ խախտումների հիման վրա։ Մեր դեպքում այդ խախտումները չկան, իսկ Ռոմանոս Պետրոսյանը հենց հանձնաժողովի կողմից նշանակված անձն է եւ իր կողմից ներկայացված խախտումների ենթադրյալ վերաբերյալ վարչական վարույթը ու այն վարույթը նույն վարույթը չեն, սրանք տարբեր վարույթներ են։ Անդրադառնալով ըստ էության կետերին, առաջին կետի վերաբերյալ, որը վերաբերվում էր ԲԱ համակարգին, գործընկերս մանրամասն ներկայացեց, ես այստեղ ցանկանում եմ հավելել, որ այնտեղ ներկայացվել էր եզրակացություն, որը կիսատ անավարտ եզրակացություն, որտեղ նշված էր, որ 40 անձիկ առանց որևէ կարգավորման, այսպես հնարավորություն են ունեցել մտնել համակարգ, կատարել փոփոխություններ, մեկ մատի այսպես քլիկով համակարգը վերացնել եւ այլն։ Նախորդիվ ես նշել եմ իմ ելույթների ժամանակ, որ խմբագրման թույլտվություն ունեցել են ընդամենը 6 անձ, որից մեկը համակարգը ծրագրավորող ընկերության կողմից, որը իրականացնում էր երաշխիքային սպասարկում, 2 անձ Կասկադ էներգո ընկերության կողմից, որոնք իրականացնում էին նոր բաժանորդների տվյալների մուտքագրում եւ ծրագրային սպասարկում, եւ հեծի աշխատակիցների կողմից 3 անձ, որոնք իրականացել են հեծի ընթացիկ սպասարկումը։ Մնացած բոլոր անձիկ, ովքեր ունեցել են հնարավորություն այդ ծրագրին հասանելիության տեսքով, դա եղել է բացառապես դիտման ռեժիմով, այսինքն նրանցից որևէ մեկը այդ համակարգին չէր կարող որևէ միջամտություն ցույց տալ։ Ինչպես նաև այստեղ շատ կարևոր է կրկին արձանագրել։ Ինչպես։ Թույլտվությունները ում կողմից։ Ասում եք, 6 անձինք ունեցել են թույլտվություններ, ներկայացրել եք, նախորդ անգամ ասացիք։ Թույլտվությունները այստեղ չեմ ներկայացել, այստեղ խնդիր կա Տիկին Շահինյան, դա հեծի ներքին նամակագրության մեջ է պահպանված այդ տեղեկությունները եւ ինչպես բոլորին հայտնի է, մենք
Հեցի ներքին համակարգության և փաստաթղթաշրջանառությունից մեկ ուսացված են ժամանակավոր կառավարիչ նշանակելու արդյունքում և խոսում և այդ հարցի պետք է սահմանափակման պատճառով որոշակի տվյալներ չեն կարող ներկայացնել։ Այս շատ կարևոր նկատառում, որ բոլոր պատրաստ է, լսվում է, շարունակում ենք նիստը, միայն գործընկերները, որ կես րոպեով կամ մի քանի րոպեով դուրս եկան, խնդրում եմ աշխատակազմից բան սատարել կազմել, թող ներս գնի արդեն։ Շատ լավ, ես շարունակեմ, այստեղ շատ կարևոր նկատառում կա այն մասով, որ այդ տվյալների դիտման հնարավորությունը որևէ կերպ չի ենթադրում որևէ անձի անձնական տվյալների գաղտնիության խախտում։ Հաջորդ հարցը, որին կուզեմ անդրադառնամ, հանձնաժողովի վարույթի նյութերում առկա այդ եզրակացությանը կից ներկայացված փաստաթղթերում ընկերության ՏՏ դեպարտամենտի պետի տեղակալ Գոռ Պողոսյանը հայտնել էր, եթե չեմ սխալվում, հունվարի 13-ին էր ներկայացել այդ բացատրությունը 2025 թվականին, հայտնել էր, որ վերջին անգամ ինքը արխիվատ այդ բեկապ ասված իրականացել է 2024 թվականի մայիսին։ Այնինչ հանձնաժողովը անհասկանալի պատճառով այդ վերջին բեկապի մասին խոսքերից նշում է, որ վերջին անգամ դա իրականացվել է 2023 թվականի հունվարին, այսինքն մոտ 1 տարի 3 ամիս, այսպես եւ հատուկ մեր քաղաքացիների համար նշում է, որ անձնական կորստի չվերականգնման մասին խոսք չկա, առկա է այլ տվյալների վերաբերյալ ենթադրյալ կորստի չվերականգնման հարց, որը ըստ առկա նյութերի լավ շարունակեմ, վերջին անգամ արխիվացումս ներկայացված տվյալները իրականացվել է 2024 թվականի մայիսին, այլ ոչ թե 2023 թվականի հունվարին, ինչպես նշել էր հանձնաժողովը որոշման նախագծում, որը հստակ գործունեություններում առկա էր, բայց անհասկանալի պատճառով այդ տվյալը այլ կերպ էր ներկայացվել։ Հաջորդ հարցը, այստեղ եզրակացության մեջ միջև ամփոփիչ հատվածին հասնել այդ եզրակացությունը կազմող աշխատակիցները, որոնք հենց այդ աշխատակիցներն էին, որոնք հենց այդ ղեկավարության նախաձեռնությամբ իրականացել են այդ ներքին քննությունը, որպեսզի բարձրային խնդիր եւ դրա լուծման առաջարկներ ներկայացնեին, նշել էին, որ հաշվի առնելով, որ Կասկադ էներգոյի եւ Պիրամիդա ընկերության ներկայացուցիչները մշտական հիմունքներով Հայաստանում չեն բնակվում եւ նրանց հետ քննարկումներ ըստ էության հնարավոր չի եղել անմիջապես իրականացնել, դրա համար նրանց այդ քննարկման արդյունքում հնարավոր է քննությունը այլ ուղղությամբ շարունակվի։ Եվ այստեղ եւս մեկ անգամ ցանկանում եմ ախտանշել, որ այդ հանձնարարականը տված կարգադրություն տված Սեյրան Մեժլումյանի ստորագրությունը հաստատում է այդ վերջնական եզրակացության վրա առկա չէր։ Մյուս կետը մյուս հիմնավորումը հետևյալն է, այսինքն մենք ունենք, որ ենթադրյալ 5 ամսվա 30 րոպեանոց պարբերականությամբ ինտեգրալ տվյալների չվերականգնման մասն է խոսքը գնում 2024 թվականի մայիսից մինչև 2024 թվականի հոկտեմբեր, ընկած ժամանակատվյացի համար։ Մյուսը ըստ կարգավորումների բազան պետք է պարունակի գրանցումների հաշմարման կետով անցած ակտիվ եւ ռեակտիվ տվյալների բացառությամբ 0.22 կՎտ լարման սպառողների էներգիայի վերաբերյալ քանակական լարման մակարդակի մասին տվյալները։ Ճիշտ է, նախորդ նիստի ժամանակ Տիկին Շահինյանը նշում էր, որ դա վերաբերվում է բացառապես ռեակտիվ բաղադրիչին, մեր խորին համոզմամբ դա վերաբերվում է նաև ակտիվ բաղադրիչին, ուստի միայն այդ 0.22 կՎտ լարման սպառողների թիվը մոտ 632,000 է, այսինքն այդ նշված 700,000-ից 632,000-ը 0.22 վոլտ լարման սպառողներն են եւ նրանց մասով ըստ էության ստացվում է, որ օրդերական պահանջ առկա չէ տվյալների պահպանման այդ 30 րոպեանոց միջանկյալ ինտեգրալ տվյալների պահպանման։ Մյուսը այն է, որ այդ համակարգից ըստ էության օգտվում այդ 700,000 նշված 700,000 անձից, օգտվում ընդամենը 1109 քաղաքացի եւ 108 իրավաբանական անձ, ինչը եւս ցույց է տալիս այդ ենթադրյալ խախտման
ոչ հանրային վտանգավոր լինելու, այդ զանցանքի ոչ հանրային վտանգավոր լինելու բնույթը ևս։ Մյուս կետը, որ նախորդ անգամ հարցապատասխանի ժամանակ հանձնաժողովի աշխատակազմը հաստատեց, որ մինչ օրս որևէ քաղաքացի, որևէ դիմում, բողոք, գանգատ չի ներկայացրել, որ ցանկացել է մտնել այդ համակարգ ստանալ այդ տեղեկությունները եւ հնարավորություն չի ունեցել։ Հաջորդը կուզենամ նշեմ, որ սա վատ երևույթ է, եթե որևէ տեխնիկական կորուստ է լինում սերվերային համակարգերում, բայց դրանից ոչ մեկ այսպես պաշտպանված չի։ Նմանատիպ խնդիր է եղել արքա համակարգում, որը շատ ավելի լուրջ ազդեցություն էր թողել եւ անմիջական ազդեցություն էր թողել ամբողջ Հայաստանի Հանրապետության բնակչության վրա։ Նմանատիպ խնդիրներ տեղի ունեցել դատական դեպարտամենտում եւ սերվերների վնասման արդյունքում կորել էին 3 դատարանների ամբողջ գործերի նյութերը, դա սնանկության դատարանի գործի նյութերներ, վարչական վերաքննիչ դատարանի գործի նյութերներ, Արագածոտնի դատարանի գործի նյութերներ։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ դա կարող է պատահել ցանկացածի հետ, բայց սրա հիմքով սա դիտարկել որպես դիտավորություն, սա դիտարկել որպես վատ կառավարում եւ այլն, եւ դրա հիմքով հեծին զրկել լիցենզիայից, ուղղակի անթույլատրելի է։ Երկրորդ հիմքի մասով թերգրանցումների եւ հավելագրումների մասով գործընկերս մանրամասն ներկայացրեց, ընդամենը մեկ հավելում եմ ցանկանում ասել, որ իրականացված գործունեության մարկա ապահովակացման հանձնարարականներում բացակայում են ընկերության ներկայացուցիչ եւ սպառողների ստորագրությունները։ Նշված չեն, թե որ ժամանակահատվածին են վերաբերում լուսանկարներ մարկա առևտրային հաշվիչների սարքերի ցուցմունքները։ Բացակայում են չափագրման մարմնի կողմից տրված ստուգաչափման արդյունքները, որտեղ նշվում են առևտրային հաշվարկի սարքի ցուցմունքները, ինչպես նաև առկա է արտաքին միջամտություն, թե ոչ։ Արկա չեն նաև սպառողի սպառման քանակների վերաբերյալ տեղեկություն առնվազն վերջին 1 տարվա համար, որը հնարավորություն կտար կատարելու ամբողջական ուսումնասիրություն։ Ես էլեկտրոնային կերպով ներկայացված դիմումի մեջ հստակ ներկայացրել եմ կոնկրետ օրինակներով, կոնկրետ անձանց վերաբերյալ, այստեղ չբարձրաձայնեմ, թե ինչպիսի սխալ հաշվարկներ են իրականացվել։ Մյուսը, որ շատ էական է, ժամանակավոր կառավարչը իր E379425 զեկուցագրով ներկայացրել էր Մասիս ցանցում ինքնավար էլեկտրական թերգրանցման 830,055 կիլովատ թերգրանցման մասին, այնինչ հետագայում այդ ցուցմունքը պարոն Ղազինյանի հայտարարությունից հետո կտրուկ իջավ եւ 830,000-ից դարձավ 175,000 կիլովոլտ ընդամենը։ Մյուս կետը ցանցերում իրականացված ուսումնասիրություններում մասնավորապես ուսումնասիրվել էին Թալինի, Ախուրյանի, Թումանյանի աշտարակի ցանցերը, սակայն դրանցից որևէ մեկում ոչ թերգրանցման, ոչ հավելագրման որևէ խոչընդոտ խնդիր չէր հայտնաբերվել։ Եվ միայն ներկայացվել է վատը, ներկայացվել է այն տեղերը, որտեղ հայտնաբերվել են խնդիրներ, այդ դրանք երկուսն էին, եւ սա ինչ է ցույց տալիս, որ համակարգվածության մասին հնարավոր չի խոսել, եւ բոլորում ուսումնասիրություն է կատարում, սակայն ընդամենը երկուսում է խնդիր հայտնաբերում։ Ընդ որում այդ խնդիրներն էլ ամեն ցանցում կոնկրետ անձանցով պայմանավորված խնդիրների մասին էր խոսքը։ Երրորդը նոր միացումների հետ կապված Երբ որ Տաշիր ընկերությունների խումբը 2016 թվականին ձեռք էր բերել Հայաստան էլեկտրական ցանցեր բաժնետիրական ընկերությունը, այդ նոր միացումների քանակը կազմել էր ընդամենը 5112։ 24 թվականի վերջում այդ նոր միացումների թիվը արդեն կազմել էր 14 14134 նոր միացում։ Այսինքն շուրջ 276%-ով այդ նոր միացումների ցուցանիշը աճել է։ Նախորդիվ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի կողմից ներկայացված հաղորդման մեջ ներկայացվել էին այդ ուշացումները, որոնք իբրև հեծի մեղքով էին 11000 ուշացումներ շուրջ, սակայն ինչպես պարզվեց վարույթի ընթացքում ընդամենը այդ 11000-ից 4 հատներ, որ հեծի մեղքով էր, այսինքն 96%-ով հեծը ժամանակին էր կատարել, իր մասով ժամանակին էր կատարվել։ Իհարկե այնտեղ կային ուշացումներ, բայց դրանք հիմնականում բաների, թիմ մարմինների կողմից են կամ այլ պատճառներով։ Նոր ներկայացված արդեն Ռոմանոս Պետրոսյանի կողմից ներկայացված տվյալներում, որտեղ զետեղված տվյալներից հանձնաժողովը նշել էր 28 խախտմամբ միացված դեպքեր եւ 246 պատվերներ, որոնք
25 թվականի առաջի երամսյակի վերջի դրությամբ արդեն իսկ ժամկետած են։ Սրանցից ընտրանքային իրականացված ուսումնասիրություններից 50 հատից 49 հատից ցույց տվեցին, որ առնվազն այդ 49 հատից 25 հատը դերևս շինթույլտվության մեջ են, իսկ 24 հատի մասով շինթույլտվություն դերևս շինթույլտվությունները ժամկետների մեջ են դերևս։ 25 հատը դեռ չեն ստացել շինթույլտվություն, իսկ 24 հատը ժամկետի մեջ են։ Ինչը եւս վկայում է, որ այս նոր միացումների կետերի հետ կապված հեծ ընդհանրապես որևէ նմանատիպ լուրջ մեղավորություն չունի, որը ինքնին ենթադրում է միայն այս կետի մասով եթին լիցենզիայի դադարեցում։ Հաջորդը ոչ հավաստի վերանայված հաշվետվություններ, այստեղ նոր տերմին է իհայտ եկել, վերանայված հաշվետվություններ, հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգների գործընթացներին որևէ կերպ հեծի ներկայացուցիչները մասնակից չեն դարձվել։ Մասնակից է դարձվել միայն հանձնաժողովի նախագահի կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչի դիմում։ Արդյունքում արձանագրվել են ենթադրյալ տեղեկատվությունների ներկայացման ոչ հավաստիություններ, մասնավորապես 25 թվականին առաջին եւ երկրորդ երամսյակի համար ներկայացված հաշվետվությունները հանձնաժողովի պահանջով վերանայվել եզրույթն է օգտագործվել, հանձնաժողովը պահանջել էր վերանայել եւ Ռոմանոս Պետրոսյանի կողմից արդեն ներկայացվել են վերանայված հաշվետվություններ, ընդ որում այդ երկու հաշվետվություններից մեկը հենց Ռոմանոս Պետրոսյանն է ներկայացրել։ Իսկ ստացվում է հանձնաժողովի նախագահի կողմից նշանակված կառավարիչը ներկայացրել է հաշվետվություն, հետո ինքը իր ներկայացած հաշվետվությունը վերանայել է, դրա համար եկել ենք հեցին ասում են կարելի է լիցենզիան դադարեցնենք։ Ընդ որում այդ երկու հաշվետվությունները, որոնք որ ներկայացվել են, հետո վերանայվել են, կազմվել են նույն անձանց կողմից, Դավիթ Գրիգորյանի եւ Կարապետ Ազարյանի կողմից, եւ երկրորդ անգամ վերանայվելու դեպքում էլ նորից նույն աշխատակիցների կողմից են կատարվել։ Սա վկայում է այն մասին, որ այդում նաև կառավարչի օրոք տեղի ունեցած այդ վերանայման երևույթը, որ խոսքը չի գնում համակարգվածության մասին, խոսքը կարող է գնալ օրինակ անձանց որոշակի մարդկային գործոնով պայմանավորված թերացումների մասին, խոսքը կարող է գրած որոշակի տեխնիկական խնդիրների ինչ որ սխալ հաշվարկներ կազմելու մեջ։ Մյուսը հատկանշական է, որ ներդրումների վերցության ժամանակ իհայտ են եկել մեխանիկական բնույթի այն ճշտություններ, որը պայմանավորված է սպառողների հոսանքազրկումների վերականգնման միջին տևողության այդ կայելի ցուցանիշների հետ, որը ըստ էության ի վնաս էր ընկերության։ Այսինքն ստացվում է, որ մենակ որ մենակ ներկայացված տվյալներում եթե առաջացել են ինչ-որ անճշտություններ, դրանք եղել են բոլորը ի օգուտ ընկերության։ Եղել են նաև դեպքեր, որ ի վնաս են եղել ընկերության։ Սա եւս մի վկայություն է նրան, որ այո, կարող են լինել խնդիրներ, բայց դրանք պլանավորված, պայմանավորված դիտավորյալ գործողություններ չեն, այլ կոնկրետ անձանց ոչ ուշադրության կամ թերացման արդյունք։ Ընկերությունը այս մասով էլ ցանկանում է հստակ նշել, որ ընկերությունը սեփական նախաձեռնությամբ կազմել ներդրել է ACBC ծրագիր, որին ամբողջական հասանելիություն է տվել հանձնաժողովին, եւ եթե ընկերությունը ցանկություն ունենար որևէ կերպ խեղաթյուրվել ներկայացվող տվյալները կամ որևէ կերպ սահմանափակել տեղեկատվության տրամադրումը, առնվազն այդ համակարգը չէր ներդրի եւ դոստուպ հասանելիություն չէր տրամադրի հանձնաժողովին։ Իրականացված մոնիտորինգների մասին է հստակ մանրամասն կետերով նշված էլեկտրոնային փաստաթղթի մեջ, դիրքորոշման մեջ, որ ներկայացվել է։ 5-րդ կետի մասով գործընկերներս մանրամասն կներկայացնեն այդ երաշխավորությունների վերաբերյալ դիրքորոշումը, գրավոր տեսքով եւս ներկայացված է։ 6-րդ կետի մասով հանձնաժողովը այդ նույն երաշխավորությունների հետ կապված նշում է, որ իրականացվել է բառացի նշեմ, բացարձակապես ոչ արդյունավետ տնտեսապես չհիմնավորված կառավարում եւ շահագործում, այս մասով ուղղակի ցանկանում եմ հստակ արձանագրենք, որ օրենսդրությամբ ոչ թե արգելված է երաշխավորությունը առանց հանձնաժողովի համաձայն տրամադրելու կամ նման գործունեությամբ զբաղվելու, այլ հստակ օրենքով նախատեսվում է, որ եթե ընկերությունը որևէ այլ գործունեություն է իրականացնում, ապա դրա հաշվառումը պետք է վարի իր լիցենզավորված գործունեությամբ վարվող հաշվառումից զատ։ Մյուսը երկրորդ կետի հետ կապված այս Լենինգրադյան 21/13 շենքի հետ կապված գործընկերս նախորդի մանրամասն ներկայացրեց այդ ռելիեֆային պայմանների այդ հետադարձ մուրճի եւ հիդրավլիկ մուրճի հետ կապված տարբերությունները, թե որը կարող էր կիրառվել, որը չէր կարող կիրառվել, այսօր էլ ավելի մանրամասն կներկայացնի։ Մյուս կետը, երրորդ կետը,
Այստեղ հետաքրքիր կարևոր նկատառում ունենք 6-րդ կետ, որի մեջ զետեղված են եւս 9 կետեր, այսինքն որը նախորդիվ նիստի ժամանակ ինչպես հստակեցրեցինք, եթե այս 6 կետում ներառված որևէ կետ ինքնին հիմք չի հանդիսանում լիցենզիան դատարեցնելու համար եւ սրանց միաժամանակյա արկայությունն է անհրաժեշտ, որպեսզի հանձնաժողովը կարողանա որոշում կայացնել լիցենզիան այդ 6-րդ կետի հիմքով դատարեցնելու համար։ Այսինքն, եթե սրանցից որևէ մեկի չի հիմնավորվում կամ պարզվում է, որ այդտեղ հեծի մեղավորությունը առկա չէ, այդ 6-րդ կետի հիմքով լիցենզիայի դատարեցում չի կարող իրականացվել։ Նշված 3-րդ կետի հետ կապված գնումների գործընթացի վերաբերյալ գնումների գործընթացը բնականաբար ինչպես նաև հանձնաժողովն արձանագրել իրականացվել է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով, ընկերությունը ձեռնարկել է առավելագույնը ավելի մասնակիցների լայն շրջանակ ապահովելու համար մասնակցության նշվել էր ընկերության անվանում իվարկան կոնեկտոր ընկերության ներհողում արվել, հստակ պետք է արձանագրել 2017-ից 23 թվականներին այդ ընկերությունը մասնակցել է բոլոր գնման գործընթացներին, ներկայացրել իր գնահառաչարկները, բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված գնահառաչարկները եղել են բարձր, հաղթողը ճանաչվել ավելի ցածր քիմի ներկայացված ընկերությունը եւ ընկերությունը ըստ էության չի մասնակցել միայն այդ կոնեկտոր ընկերությունը 24 թվականի գնումներին թե ինչի չի մասնակցել իրենց պետք է հարցնել այս փաստը որ 2017-ից 25 թվականներին մենակ մի անգամ է եղել 24 թվականի որ չի մասնակցել այդ ընկերությունը ընդ որում ընկերության գնումների վերաբերյալ տեխնիկական աուդիտ իրականացնող վիդեո ընկերությունը եւ Grand Torrent ընկերությունները այդ նույն կոնեկտոր ընկերությանը հարցումներ են իրականացել գնահառաչարկներ են պահանջել համեմատական վերլուծություն իրականացնելու համար 4-րդ կետի մասով 6-րդ կետի 4-րդ կետի մասով սա սա այստեղ խոսքը գնում էր ինչ որ աշխատակիցների կողմից այլ վայրում աշխատանք կատարելու հարցերի հետ կապված ընկերությունը քանի որ տեղեկատվության սահմանափակում ունի ընկերության տվյալների հետ կապված սրա մասով առանձնատուկ դիրքորոշում չեն կարող ներկայացնել ընդհանրապես բանում նյութերում արկա այդ 5 անձանց զեկուցագրեր որոնց իր արժանահավատության հետ կապված որևէ դիրքորոշում չեն կարող հանձնել, որովհետև բնականաբար դրանք եւս իրականացվել են ընկերությունից ասեմ գաղտնի ընկերության չներգրավելով այդ process-ներին եւ այո չենք բացառում որ կլինեն աշխատակիցներ, որոնք իրենց հիմնական աշխատանքից ազատ ժամանակ իրականացրել են այլ աշխատանքներ կամ տարածումներ են մատուցել այլ անձանց։ 5-րդ կետի հետ կապված դեբիտորական պարտքեր են, որոշման նախագծում նշված այդ դեբիտորական պարտքերը ներկայացվել են այնպես, որ ընկերությունը չի ձեռնարկել պատշաճ գործողություններ դեբիտորական պարտքերի հավաքագրման ուղղված, սակայն ուսումնասիրելուց տեսնում ենք, որ այդ ընկերությունների հետ համագործակցությունը դեռևս 2018 թվականից է գալիս եւ այդ դեբիտորական պարտքերը առաջացել են ընդամենը վերջին տարվա ընթացքում եւ ամբողջ ժամանակահատվածում այդ ընկերությունների հետ շրջանառությունը պատշաճ կերպով իրականացվել եւ վերջիններիս կողմից վճարումները միշտ պատշաճ ժամանակին իրականացվել են։ 6-րդ կետի մասով Կասկադ Միրտեկ ՊՊ ընկերության կողմից ծառայությունների մատուցման վերաբերյալ Կասկադ Միրտեկ ընկերությանը ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր վերջինս արգելափակել էր տարբեր ընկերությունների գործընկերների կապալառուների վճարումների իրականացումը եւ դրա արդյունքում Կասկադ Միրտեկ ընկերության կողմից մանրամասն ներկայացված է թղթային տարբերակի մեջ կամ էլեկտրոնային տարբերակի մեջ թե որ ամսաթվին է վճարում կատարվել, որից հետո ծառայությունները շարունակում են բնականոն ռեժիմով իրականացվել, ես համատեքստում նաև ցանկանում եմ ևս մեկ արձանագրում անել, որ օրինակ նույն հաջողությամբ կառավարչի կողմից նաև չեն իրականացվել շինթույլտությունների համար վճարումները, դրանք ևս արգելափակվել են, արդյունքում այդ նոր միացումների գործընթացները այդ չվճարումները իրականացնելու արդյունքում շինթույլտություններ չեն ստացվել եւ կանգ են առել։ Հաջորդը ու այս ամեն ինչի համար մեղադրել հեծին, որ ժամանակավոր կառավարիչը կապալառու ընկերություններին վճարում չի իրականացրել, դրա համար իրանք աշխատանքը կանգնացրել են ու դրա հիմքով լիցենզիան դատարեցնել ուղղակի աբսուրդ է։ Հեծի 7-րդ կետի մասով հատուկ հաշվի համարի կետն է, այստեղ հստակ ներկայացել ենք տվյալներ, թե 2016 թվականից
հետո բանկային հաշիվը հանձնաժողովի համաձայնությամբ նշված պայմանագրերի ուսումնասիրությունից հետո տրված համաձայնությամբ տեղափոխելու արդյունքում ընկերությունը ինչ օգուտ է կրել մասնավորապես ենթադրյալ օգուտը, որը կարող է ունենալ հատուկ հաշիվը ՎՏԲ բանկում պահպանելու արդյունքում տարեկան 190 միլիոն դրամի չափով էր, իսկ ստացած այն օգուտը, որը առաջացել է արդեն Արջին բանկում տեղափոխելու արդյունքում կազմել է 1 միլիարդ 72 միլիոն, այսինքն շուրջ 882 միլիոնով տարեկան օգուտը ավելի մեծ է եղել, քան եթե կլներ ՎՏԲ բանկում մնալու արդյունքում ու անհասկանալի թե հանձնաժողովը ինչ է այս կետը առհասարակ ներառել, որ կարելի է առնվազն ուսումնասիրություն իրականացնել էլեկտրոնային ֆայլինգից ներկայացվել է Տիկին Շահինյան անցած անգամ նշում եք ներկայացվել Արջին բանկի հետ կնքված այդ պայմանագիրը, որտեղ ես նախորդ անգամ սխալ էի նշել 5.5%, նշել 4.5% անգամ ավելի քիչ է նախատեսված վարկի համար տոկոսը։ Մյուսը 8-րդ կետերի մասով այնտեղ ինչ որ կետ կար թրեյդերի պահանջով ինչ որ մեկի անջատումը ժամանակին չի իրականացվել, անկեղծ մենք սրա վերաբերյալ տեղեկություն այս պահին չունենք, նորից գալով ժամանակավոր կառույց նշանակելու արդյունքում այդ տվյալների հասանելիության պատճառով ինչ որ մեկի ցանցից անջատումը ժամանակին չիրականացնելու համար առավել ևս մեր համար ոչ պարզ պայմաններում ուղղակի հեծի լիցենզիա դադարեցնելու հետ ընդհանրապես կապ չունի։ Կարող է ինչ-որ մի հատ աշխատողի պատասխանատվության ենթարկելու հարց լինի, կարող է տուգանքի հարց լինի, բայց բնականաբար ոչ լիցենզիայի դադարեցման հանգեցնելու։ Եվ 9-րդ կետը, վերջի կետի մասով ենթակայանների կետներ, այստեղ նախորդ անգամ էլ քննարկեցինք, Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ ընկերության աշխատակիցներից Դավիթ Գրիգորյանին հանձնարարել է ներկայացնել 26 վատ ինչ որ դեպքից հետո ներկայացել էր պահանջել է ներկայացնել վատ վիճակում գտնվող ենթականներ, ներկայացվել են այդ 26 ենթականներ, որոնք հստակ ուզում եմ նշել, հեծ ունի 10,000-ից ավել ենթականներ։ Ներկայացվել են 26 ենթականներ, որոնք գտնվում են վատ վիճակում, որոնք ներառված չեն եղել ընկերության ներդրումային ծրագրում եւ ինչ է իրականացել ժամանակավոր կառավարչը այդ խնդիրները լուծելու փոխարեն ենթադրյալ ինչ որ խախտումներ հայտնաբերելու փոխարեն դիմել է քաղաքաշինության եւ տեղական անվտանգության հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, խնդրել է իրականացնել ստուգում եւ պատասխանատվության ենթարկել ընկերությանը, այսինքն ոչ թե խնդիրի լուծման են գնացել, այլ խնդրի բարձրաձայնման ուղղությամբ են գնացել, այսինքն նպատակը ակնհայտ է, որ ոչ թե խնդիրների լուծումն է, այլ խնդիրներ բարձրաձայնել եւ հանձնաժողովին հերթական որևէ ենթադրյալ խախտումը ներկայացնել պատասխանատվության միջոց կիրառելու համար։ Վերաբերյալ թիվ 5 կետերի եւ 6-րդ կետում նշված 9 ետակետերի մասով ակնհայտ է, որ արկա չէ որևէ ռեալ լուրջ ծանրակշիռ հիմք հեծի լիցենզիան դադարեցնելու համար։ Եթե հանձնաժողովը կգտնի, որ առկա են այնպիսի կետեր, որոնք այո խախտում կա եւ խախտում կար հանձնաժողովի հեծի կողմից, կարող է նաեւ կիրառել տուգանքի մասով պատժի միջոց, սակայն բնականաբար ոչ լիցենզիայի դադարեցում։ Եվ կրկին անգամ պնդում ենք, որ սույն վարույթը, սույն որոշման նախագիծը, որը այժմ քննվում այդ նոր ի հայտ եկած 6 կետերով, որևէ կապ չունի հանձնաժողովի նախագահի կողմից 1A որոշմամբ հարուցված վարչական վարույթի հետ։ Շնորհակալ եմ։